Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանում կան շատ խնդիրներ, որ սպասում են իրենց լուծմանը։ Աշխարհի բոլոր երկրներում կան շատ խնդիրներ, որ սպասում են։ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսաուղերձ է հրապարակել, պնդելով, որ այսօրվա Հայաստանում իրենք լուծել են եւ լուծված են համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել են դեռևս 2018 թվականին։ Այդ խնդիրը հետեւյալն է, որ մենք ինչպես այն ժամանակ ձևակերպել էինք, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեծացած ծանր ցիկլը, երբ Հայաստանը աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով շատ դեպքերում չկախված իր որոշումներից եւ իրենից այդ պետականությունը եւ անկախությունը կորցնում է, ասել է Փաշինյանը, ապա պարզաբանել. 2018-ին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել, դուրս գալ պատմական ցիկլից եւ մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից եւ մեր կայացրած որոշումներից։ Եվ ահա թույլ տվեք համոզմունքով եւ համոզված պնդել, որ 2020-ից 2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք, մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է մեր բացառապես մեր կայացրած որոշումներից։ Կառավարության ղեկավարը հավելել է նաև, որ սա ձեռքբերում է, որը պատմական է, եւ Հայաստանի քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերումներին։ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար, նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագարձագանքման խումբ, ապա հնարավոր է Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։ Ազատություն ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագարձագանքման խումբ ուղարկել Երևան։ Եմեն նմանատիպ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման եւ հակազդման գործում։ Եվ Բրյուսելը եւ Քիշնևը այդ նախագիծը հաջողված են համարել եւ Եվրամիությունն այժմ ցանկանում են նույնն իրականացնել նաեւ Հայաստանի համար կարևորագույն ընտրությունների շեմին, որոնց վրա ինչպես սպասվում է Ռուսաստանը կփորձի ազդել։ Որոշման նախապատմության բաժնում նշվում է, որ Բրյուսելում քննարկումներից ստացված դիվանագիտական նոտաների համաձայն Եմեն մտադիր է աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության եւ տեղեկատվական ամբողջականության ամրապնդման, ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում։ Նշվում է, որ Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի կողմից ապակայունացնող գործունեության նվազեցմանը եւ մեղմացմանը։ Լրատվամիջոցի տեղեկություններով ԵՄ անդամ երկրները նաև դիմել են դիվանագիտական կորպուսին արտաքին հարաբերությունների ծառայությանը, հորդորելով շարունակել կապ Ադրբեջանի հետ, բացատրելով ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը եւ ընդգծել խաղաղության գործընթացի վրա բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Կոռուպցիա հասկացությունը մենք գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Աշխատողին, երբ կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա, նշել է նա։ Բաժանման հետ կապված Նահապետյանը նշեց, որ կա համապատասխան կարգ, ըստ կարգի, ըստ կատարողականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար ըստ պաշտոնյայի այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել։ Անդրադառնալով պարգևավճար ստանալուն Արթուր Նահապետյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են ու ինքը նույնպես ստացել է։ Առաջիկայում, երբ ներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում գրված կլինի գումարի չափը, կհայտարարագրեմ, պարզ ու հասանելի կտեսնեք, նշել են նա։ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4.5 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը 4 միլիարդ 451 միլիոն 688
8,000 դրամ, որից 1 միլիարդ 800 միլիոն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է, նշված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, այսօր կայացած արտահերթ նիստում ԿՀ-ն սահմանել է ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Նշվում է, որ որոշումը համապատասխանեցվել է ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին։ Դրա համաձայն հերթական արժանտրությունների պարագայում կուսակցությունը դաշինքը ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ հավելել է հուշահամալիրը, որը նվիրված էր հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է օգտատեր Արտակ Մկրտչյանը, հրապարակելով լուսանկարներ։ Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ, այսօր այն այլևս չկա, սա վանդալիզմ չէ, սա մշակութային ցեղասպանություն է, սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։ Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգային ոչնչացումը։ Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում, մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։ Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք, գրել է նա, հավելելով, որ պատմությունը հնարավոր չէ ջնջել։ Հնարավոր է հայ-իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան եւ լինեն ավելի մասշտաբային։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, որն այսօր մասնակցում էր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին Պարսից լեզվի եւ գրականության ակադեմիայի պատվավոր անդամության շնորհման արարողությանը։ Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրին 2025 թվականի ապրիլին։ Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է ապագայում ևս տեղի ունենան եւ հնարավոր է ապագայում ավելի մասշտաբային լինեն, ընդգծեց դեսպանը։ Մյուս հարցին արդյոք Սուրեն Պապիկյանի այցը Իրան վաղուց էր պլանավորված, թե այն կարելի է դիտարկել Իրանի հետ կապված լարվածության ֆոնին, դեսպան Շիրղոլամին պատասխանեց, այցը նախապես պլանավորված էր։ Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության եւ կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ եւ ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը, վստահեցրեց դեսպանը։ Նրա խոսքով հայ-իրանական սահմանը մշտապես եղել է խաղաղության սահման եւ երկու երկրների համար շատ մեծ կարեւորություն ունի։ Երկու երկրների ռազմական ոլորտներն էլ հենց հիմնվում են այդ պատմական կապերի վրա եւ սահմանի անխզելիության, ինչպես նաեւ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա, նշեց Շիրղոլամին։ Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 8:30-ի սահմաններում Սևան Մարտունի Գետավ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, փախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառ բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։